Դե ինչ ժողովուրդ, այդ ինչին երկար ժամանակ չէիք հավատում, այդ ինչին որ երկար ժամանակ ձեր մեջ հալա մտածում էիք, որ այս ներկա իշխանությունը, այս ներկա սրիկաները Արցախը հանձնելուց հետո, Արցախի հարյուրավոր եկեղեցիներ վաճառելուց հետո եկած այդ մարդը այսօրվա իրավիճակում ինչ որ եկեղեցու մեջ կամ էլ ինչ որ իր բառերով ներկայացնելով ինչ որ սրբությունների մասին, դա տեսնում եք, չէ, որ սա սուտ է։ Սուտասան մարդը, որ սուտ խաբելով, ժողովրդի մոլորացնելով եկել է իշխանությանը, հետագայում բոլոր իր գործողությունների, բոլոր իր ծրագրերի իրականացման ընթացքում մենք կորցրեցինք Սուրբ Արցախը, 5000-ից ավել երիտասարդ երեխեք զոհաբերեցիք, որից հետո անվանեցին հանուն ոչնչի, էս էլ է նույնը։ Էսել ենք, որ սենց հանդուրժենք, որ սենց լռենք, որ սենց բանանենք վերջում էլի հանուն ոչնչի ալնելու։ Ինչ եմ ուզում ասեմ։ Ես այսօրվա այդ իրավիճակը, այդ իրադարձություններին հետևելով առաջերտին ես ողջունում եմ մեր ժողովրդին, որ արթնացավ այդ մարդկանց մեջ, մեր ազգի մեջ այն սկզբունքային, այն մարդկային սկզբունքներին, ազգային սկզբունքներին, սրբության սկզբունքների ժողովուրդը, որ հազարամյա տարիներ ապրել գոյատևել է այդ սկզբունքներով, այսօր արթնացավ ու կաղնեց արդարության ու կաղնեց հայ առաքելական եկեղեցու կողքին։ Ողջունում եմ բոլորիդ ոչ թե ինչ որ բանի մտքերով, խոսքերով, այլ վերջապես մենք հասկանում ենք, որ երկիրը տանում են կործանման։ Եթե երկրի ղեկավարը կամ էլ երկրի ղեկավարությունը ձերքա բարձրացնում, իր արյունոտ ձերքը ուզում է հասցնի եկեղեցուն, այդ ձերքը ոնց որ Բագրատ Սրբազանն ասել, պիտի կտրվի։ Այդ բոլոր այդ անպատիժ լինելուց է։ Նորից եմ ասում, Սուրբ Արցախը վաճառելուց հետո դրանք այդ փողերը, այդ ունեցվածքը ուզում են վայելեն, չի հալալվելու։ Բոլոր ուժային կառույցների ղեկավարներին, բոլոր մեր քննիչներին, դատավորներին ես ձեզ կոչ եմ անում։ Ոչ մի հրահանգ, ոչ մի բան մի կատարեք։ Դուք դառնում եք այս իրավիճակին ժողովրդի կողմից, ժողովրդի աչքի առաջ դառնալու եք անիծյալ, անիծված։ Նորից եմ ասում, այս բառերը ստիպված եմ օգտագործելու, բայց ես ձեզ հորդորելով, խնդրելով, որովհետև ձեր մեջ էլ կան արժանապատիվ մարդիկ, որովհետև այս իրավիճակին զոհն են դարել։ Մի կատարեք դրա հրամանը, մի կատարեք այն մարդկանց հրամանը, որ ժողովրդին տանում է քաղաքացիական պատերազմի, որ ժողովրդին տանում է թուրքական ծրագրի Թուրքիայի վիլայեթ սարքելու այս տարածաշրջանը։ Խնդրում եմ բոլորիդ, արթնացրեք ձեր մեջ հայ լինելու, հայ ապրելու իրավունքը։ Մենք ենք տեր այս հողին, մենք ենք տերը մայր Հայաստանին, մենք ենք տերը մեր անցյալ բոլոր զոհված հերոսների սխրանքների արյուն թափած, որ ես ապրենք, որ ես հողում որպես հայ, մենք ենք դրա շարունակողը։ Մեր ապագա սերունդն էլ մեզ պիտի նայի, այսօրվա իրավիճակում մեզանից են օրինակ վերցնելու, մեզանից են հպարտանալու ու պարծանալու, վախելու ստեղ բան չկա, բոլոր են մարդկանց, բոլոր են ներկայացուցիչները, բոլոր են առաջնորդները, սաղ ձեր ինչ կա չկա մի կողմ եք դնում, ձեր տարաձայնություններն է, ձեր ամեն ինչն է, նորից եմ ասում, հետ վերադառնանք Արցախ, տեսեք դեղ ինչ է կատարվել։ Բոլոր այդ մարդիկ, բոլոր այդ ղեկավարները մի օրվա մեջ դառան ընդհանրապես sense փրկության էին ման գալիս, ոնց իրանց ընտանիքը, ոնց իրանց երեխոցը փրկեն։ Այս sense է եղել մի օրվա մեջ։ Սա թուրքական ծրագիր է։ Այս ծրագիրը պիտի խոչընդոտվի, այս ծրագիրը պիտի խանգարվի։ Ու այսօրվա իրավիճակում Էջմիածինում կատարված այս գործողությունը, նորից եմ ասում, սա փոքրիկ մի հատ հաղթանակ կարամ անվանեմ, որ բոլորդ էլ տեսնենք, որ ժողովրդական միասնական ուժով մենք կարանք ամեն sense նմանատիպ գործողության ջարդը տանք, ողնաշարը կոտրենք։ Այս ձևաչափով, այս մոտեցումները, որ մենք սկզբնական շրջանում սրանց բռնած գործերին խոչընդոտեինք, մինչև հիմիկվա օրոս Սուրբ Արցախը կլիներ, մինչև հիմիկվա օրոս մեր հզոր առաջնորդները կամ մեր նվիրված ներկայացուցիչները Բաքվի բանտերում չեն գտնվի։ Հիմի ես չեմ մենք մի հատ sense աննորմալ
տրամաբանությունը։ Արցախում ապրելու ժամանակ, որ ասում են ապրեիք Արցախում, հիմի որտեղ բարձրացնեինք մենք Արցախը հայկական լինելը, կամ մեր իրավունքները, Ալիևը մեզ կձերբակալեր, չէ՞, Ալիևը մեզ կճնշեր, չէ՞։ Հիմի Մայր Հայաստանում ապրելու համար, որ ասում է մեր գոյատևությունը ուժեղանալու ազգովի, որ ասում է պահպանենք մեր էությունը, դրա համար մեզ ճնշում են, դրա համար մեզ բռնում են, դրա համար ձերբակալում են։ Տեսնում եք, չէ՞ ինչ է կատարում, համատեղ միասին ծրագրեր է իրականացվում։ Նորից եմ ասում, աչքներդ բացեք, արթնացեք, բոլոր այդ ամեն ձևի աշխատանքի հետ կախված է, կամ ամեն մեկը ասեց մեկնաբանությունով, կամ ինչ-որ արդարացնելով իր զբաղմունքը բանը, դա սաղ սուտ է։ Տղավարի, կամ էլ ամեն ձևի, պիտի նվիրաբերենք մեզ, եթե պետք է պիտի զոհաբերենք էլ մեզ։ Հանուն այս ձևի իր գործողությունների համար, հանուն հայ լինելու, Սփյուռքի բոլոր մեր տարբեր երկրներում գտնվող մեր հայ ժողովրդին, հայ ներկայացուցիչներին, հերիքա մեկնաբանեք, հերիքա արձագանքեք ինչ-որ ձևաչափեր կամ խորհուրդներ տակ, բոլորդ հելեք եկեք ստեղ, բոլորդ հելեք եկեք մայր հայրենիք, իրոք վտանգի տակ է, իրոք ծանր իրավիճակում եք գտնվում։ Այն մարդիկ, որ այդ համարձակությունը ունեն, այն մարդիկ, որ առաջնագծում կաղնում են, այն մարդիկ, որ իրենց պատրաստ են նվիրաբերելու, տեսնում եք ձեր աչքի առաջ ինչ են անում, ձերբակալում են, կամ էլ ամեն ձևի ճնշում կամ չեզոքացնում են հանրությունից։ Ոնց կարող է հայ ազգի մեջ, հայ ժողովրդի մեջ միասնության կոչ անողը, Հայաստանի անվտանգության կարգավիճակը մի ձևի ներկայացնելու կամ դրա վտանգները ներկայացնելու համար մեր մայր Հայաստանում այս ձևի այդ մարդկանց այդ ձևի ճնշման կամ ձերբակալելով չեզոքացնեն։ Սա շարունակելով նորից եմ ասում, գնալու ենք կործանման։ Վերջինը եկեղեցին է մնացել, որ միայնակ եկեղեցին է, որ այսօրվա իրավիճակում գտնվում է ժողովրդի մեջ մի հատ հույսը հավատի աղբյուր, էտել են ուզում ճնշեն, էտել են ուզում վարկաբեկեն, բայց չի ստացվելու, համոզված եմ ասում, որովհետև մեր ազգության մեջ, մեր ժողովրդի մեջ մեծականակ տոկոսային հարաբերություններով մենք բոլորս կողմնակից ենք հայ առաքելական եկեղեցուն, որովհետև խաչ ենք կրում, որովհետև քրիստոնյա ենք, որովհետև հազարամյա տարիներ մեր գոյատևությունը այս տարածաշրջանում դա եղել է հենց մեր քրիստոնեությունը պահպանելու համար։ Հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, հաշվի առնելով այս ծանր ժամանակահատվածում, որ տենց էլ գլուխ չհանեցին ինչ-որ կարևոր, ինչ-որ դերակատար առաջնորդներ, ես համամիտ եմ ու կողմնակից եմ, որ եկեղեցու կողմից ներկայացվի առաջնորդ, որ ժողովուրդը ամբողջովին այդ առաջնորդին էլ աջակցելով մենք գնանք հակառակ ջարդենք այս պրոցեսների, այս հակահայկական պրոցեսների աղբյուրը ու դրանից նորից վերածնվենք ու նորից վերականգնվենք մեր այն հայ անունը, մեծ հայ, որ ասում է անվան տակ, բոլորս մի հայ անվան տակ վերականգնենք ու նորից վերականգնենք մեր մայր Հայաստանը։ Ու ես համոզված եմ, որ այդ ձևաչափով, այդ ուղղությունով էլ մենք կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, բոլոր այս չարիքները, բոլոր այս սատանաներին, որ ասում է չեզոքացնել մեր մայր հողից, մայր Հայաստանից, բայց անպատիժ չեն մնալու ոչ մեկը։ Անպատիժ Արցախի կորուստից հետո ոչ մեկը անպատիժ չի մնալու։ Բոլոր այն հերոսների արյունը թափած այդ հողի վրա ոչ մեկը անպատիժ չի մնալու։